Երբ ոստիկանությունը մտավ Ազատի բնակարան մահից 2 օր անց 1993 թվականի դեկտեմբերի վերջում, անկողնու տակ գտան փոքրիկ նոթատետր, ծածկույթը թույլ էր, էջերը թրծված, ծխից շատ տողեր անհնար էր կարդալ։ Բայց մի էջը պահպանվել էր գրեթե անդառնալի, դեպի վեր, դող-դող գրվածքով, 3 բառ, ամսաթիվ 60-ի հետ թվագրություն, վերջին պայմանագիր։ 3 միլիոն, ամսաթիվը 1993 թվականի նոյեմբեր, այդ գումարը մի ամբողջ բազմաբնակարան շենք էր արժեր այդ ժամանակներում, բայց ո՞մ հետ էր պայմանագիրը, ով խոստացել էր 3 միլիոն ռուբլի, եւ ինչու։ Այդ գումարը երբեք չհասավ Ազատին, որը մեռավ հաշվելով կոպեկներ հացի համար։ Մենք գտանք այն տղամարդուն, որը ներկա էր այդ պայմանագրի ստորագրման ժամանակ, նա աշխատում էր որպես ընկերային միջնորդ, փոխկապակցելով հին ժամանակի արտիստներին նորահաս բիզնեսմենների հետ, թող մենք նրան կոչենք Վահան, 30 տարի նա լռել է, քանի որ վախենում էր մարդկանց, որոնց անունները չի կարող բացահայտել, բայց այսօր, նստած մեզ հետ մութ սրահում, նա պատրաստվում է խոսել։ Այդ օրը, սկսում է Վահանը, նրա ձեռքերը դողում են, թե սենյակում տաք է, Ազատ Շերենցը մտավ ռեստորան Արարատ, ուր 2 տղամարդիկ սպասում էին նրան, նրանցից մեկը նորահայտ բիզնեսմեն, մյուսը փողատեր, որը վերահսկում էր Երանի գիշերային կյանքը։ Նրանք առաջարկեցին Ազատին 6 ամսվա պայմանագիր, շաբաթական 3 ելույթ մասնավոր միջոցառումներում, գումարը 3 միլիոն ռուբլի, կես գումար առաջավարձ, կեսը պայմանագրի ավարտին։ Ազատը համաձայնեց, նա չուներ այլ ընտրություն, նա մտածեց, որ այս գումարը կփրկի նրա ընտանիքին, կթույլ կտա ապրել վերջին տարիները արժանապատվությամբ։ Պայմանագիրը գրվեց պարզ թղթի վրա, առանց իրավաբանի, առանց վկայի, առանց երաշխիքի, Ազատը ստորագրեց դողող ձեռքով, իսկ բիզնեսմենը դրեց առաջավարկը սեղանին, հաստ ծրար, փաթեթված մոխրագույն թղթի մեջ։ 1.5 միլիոն ռուբլի կանխիկ, բայց երբ Ազատը վերադարձավ տուն, բացեց փաթեթը, ներսում եղան միայն 200,000 ռուբլի, մնացածը թղթի կտորներ, կտրված թերթերի չափով, նա հասկացավ, սա թակարդ էր, բայց ով էր ետում, ո՞։ Վեր պետքություն ուներ նրան ոչնչացնել, վերադարձավ ռեստորան։ Հաջորդ օրը, բայց գրասենյակը արդեն դատարկ էր, բիզնեսմենը անհետացել էր, հեռախոսահամարը, որը տվել էին նրան, չէր պատասխանում։ Ազատը փորձեց գտնել այդ մարդկանց, բայց ով կօգներ նրան, ոստիկանությունը։ Նրանք ծիծաղում էին նրա դեմքին, պայմանագիր առանց իրավաբանի, առանց ռեգիստրացիայի։ Դուք ինքներդ եք մեղավոր, հին ծանոթներ համակարգից։ Նրանք խնայվում էին նրանից, որովհետև նոր տերերի հետ հարաբերվելն անվտանգ չէր։ Վահանը լռում է երկար, հետո շարունակում է. Ես տեսա Ազատի դեմքը այն պահին, երբ նա հասկացավ, հիվանդ մարդու աչքերը, որը կորցրել է վերջին հույսը, նա նույնիսկ չբացականչեց, չխոսեց, պարզապես դուրս եկավ ռեստորանից աննկատ, հալչախախ քայլերով։ Ես գիտեի, որ պետք է օգնեի, բայց ինչով, ինձ մոտ չկային փողեր, չկային կապեր, ես ուղղակի միջնորդ էի, որը ապրում էր քթին ընկած փոքր տոկոսներով, կարող ղեի ես գնալ ոստիկանություն պատմել, բայց վկլսեր ինձ, իսկ այդ մարդիկ նրանք ունեին իշխանություն, ունեին զենք, նրանք կարող էին ինձ էլ անհետացնել, 200,000 ռուբլին, որոնք Ազատը ստացավ, սպառվեցին 1 ամսում, սնունդ, դեղամիջոցներ, վառելիք փայտի համար։ Հետո նորից եկավ դատարկությունը, նա փորձեց կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ելույթներ անել մասնավոր միջոցառումներում, բայց ոչ ոք այլս չէր հրավիրում նրան, պայմանագիրը փոշիացավ, ինչպես խոստումները, սրանից հետո Ազատը փոխվեց։ Ընկերները վկայում են, որ նա դարձավ տարօրինակ կասկածամիտ, հավատում էր, որ նրան հետապնդում են, լսում են, դիտում են, դռներին պատուհաններին փակում էր 2 անգամ, հեռախոսը անջատում էր, երբ չէր օգտագործում, քանի որ վախենում էր, որ միացրած լսող սարք է։ Դա նյարդային վերլուծության սկիզբն էր, թե իրական վտանգի նշան, մենք երբեք չենք իմանա, բայց կա մեկ ուրիշ փաստ, որը բոլորը փորձեցին թաքցնել։ 1993 թվականի դեկտեմբերի սկզբին, քանի դեռ Ազատը ապրում էր այդ 200,000-ով, նրան այցելեց մի կին, երիտասարդ, գեղեցիկ, շքեղ հագուստներով, անհամատեղելի նորաստեղծ Հայաստանի սովոր փողոցների հետ։ Նա ներկայացավ որպես մենեջեր, ասաց, որ ունի առաջարկ հարուստ ներդրողից, որը կցանկանար ֆինանսավորել Ազատի վերադարձը բեմ, դա հնչում էր որպես երազանք։ Ազատը հրավիրեց նրան ներս։ Առաջարկեց թե բաժակները արդեն գիրկից կտրված էին, կինը նստեց, խաչեց ոտքերը, սկսեց խոսել, նրա ներդրողը պատրաստ էր վճարել Ազատի համար ժամանակակից ստուդիայում ձայնագրություն, մի ամբողջ համերգային շրջագայություն հանրապետության մեջ, նույնիսկ հեռուստատեսային հատուկ ծրագիր, միակ պայմանը Ազատը պետք է տրամադրեր իր անձնական արխիվը, հին ձայնագրությունները, ֆոտոները, անձնական նամակները, հյուշատետրերը, բոլորը, և պետք է ստորագրեր պայմանագիր, որը տալիս էր ներդրողին բացառիկ իրավունք Ազատի կենսագրության։
Նյութերի կոմերցիոն օգտագործման համար Ազատը կասկածեց, ինչու՞մ պետք է նրա անձնական արխիվը բիզնեսմենին, ինչու՞մ բացառիկ իրավունքը։ Սա մնում էր անպատասխան հարցերը։ Կինը ժպտաց, բայց նրա ժպիտը սառը էր, դա պարզապես իրավական ապահովություն է։ Ձեր ծրագրերը արժե շատ գումար, ներդրողը պետք է վստահ լինի, որ ուրիշները չեն շահագործի նրա ներդրումները։ Ազատը հրաժարվեց, ասաց, որ իր արխիվը իր կյանքն է, չի կարող վաճառել այն։ Կինը հեռացավ առանց հրաժեշտ, 2 շաբաթ անց Ազատի բնակարանը կոտրվեց։ Մտան, երբ նա դուրս էր գնացել հացագնացության, չվերցրին ոչինչ արժեքավոր, քանի որ արժեքավոր չկար, բայց արխիվը, տուփերը լիհին ձայնագրությունների, լուսանկարների, նամակների անհետացավ բոլորը։ Երբ Ազատը վերադարձավ, տեսավ դատարկ դարակները, նա խեղդվեց իր լացից։ Ոստիկանությունը գրանցեց գողության հաղորդագրություն, բայց չարեց ոչինչ, որոնումները կանգ առան մի շաբաթ անց, պաշտոնապես, բացակայում էին կասկածյալներ, ոչ պաշտոնապես, ոչ ոք չցանկացավ խառնվել այն, ինչը կապված էր նոր հզոր կլանների հետ։ Հիմա հարցեք ինքներդ ձեզ, ով էր այդ կինը, ով էր այն ներդրողը, որին անհրաժեշտ էր Ազատի անձնական պատմությունը։ Մենք փորձեցինք գտնել նրան, բայց բոլոր հետքերը տանում էին դեպի դատարկություն, անուններ, հեռախոսահամարներ, հասցեներ, բոլորը հայտնվեցին կեղծ, այն կինը, եթե նա իսկապես գոյություն ուներ, անհետացել էր այնպես, ինչպես անհետանում է ստվերը արածագից։ Վահանը վստահ է, այդ արխիվը պարունակում էր մեծ իրական վերաբերյալ վկայությունները։ Ազատը գրում էր ամեն ինչ, գրում էր, թե ինչպես է փողը բաժանվում։ Գրում էր անուններով, նա մտադիր էր մի օր հրապարակել համակարգի իրական դեմքը, բայց երբ արխիվը գողացվեց, նրան թողեցին դատարկ ձեռքերով, այլս ոչինչ չուներ ապացուցելու համար, ոչինչ չուներ պայքարելու համար։ Ազատը երբեք չվերականգնվեց այդ հարվածից, նրա վերջին իսկական ունեցվածքը, հիշողությունները, փաստաթղթերը, լուսանկարները այլս չկային։ Նա ապրում էր կործանված մարդու կյանքով, առանց անցյալի, առանց ապագայի, միայն սառը ներկայով։ Իսկ նրանք, ովքեր գողացան արխիվը, նրանք, ովքեր խաբեցին նրան ժամանակավոր պայմանագրով, նրանք, ովքեր թողեցին նրան մեռնել։ Սովից ցրտից, ո՞ր են նրանք այսօր։ Արդյոք նրանք դեռս վայելում են հարստությունները, որ կառուցվեցին արտիստների արյան արցունքների վրա, կամ մի տղամարդ, որը տեսել է Ազատ Շերենցի անկման ամենախորը կետը, տղամարդ, որը 30 տարի ապրել է այս գաղտնիքի հետ, այժմ առաջին անգամ պատրաստ է խոսել։ Նրա անունը Արամ է, նա աշխատել է որպես շտապ օգնության բժիշկ Երանում 1990-ից մինչ 1996 թվականները, այն տարիները, երբ բժիշկները դուրս էին գալիս կանչով ոչ թե փրկելու, այլ գրանցելու մահը, քանի որ բուժում անելու համար նյութեր չկային։ Արամը նստում է մեզ հետ մութ սենյակում, հին, սպիտակ մազերով, այրված ձեռքերով, աշխատանքից հիվանդություններից, նա հանում է ծխախոտի տուփ, վառում է մեկը, շնչում է խորը, սկսում է պատմել։ 1993 թվականի վերջին, սկսում է նա, նրա ձայնը դողում է, մենք ստացանք կանչ, անգիտակից տղամարդ իր բնակարանում, մենք հասանք, բարձրացանք սանդուղքներով, լուսազրկված, կոտրված աստիճաններով։ Դուռը բաց էր, ներսում գտանք Ազատ Շերենցին, նա պառկած էր հատակին, ծածկված մի հին վերարկուով, դեմքը դեղին էր, շնչառությունը թույլ, խորշերում սառույց էր կախված, մարմինը սառել էր այնքան, որ բժիշկները վախենում էին վերջի համար, բժիշկները փորձեցին տեղափոխել նրան հիվանդանոց, բայց Ազատը հրաժարվեց, լիովին գիտակցությամբ, ձեռքը բռնելով Արամի ձեռքից, նա շշնջաց. «Խնդրում եմ, թողեք ինձ տանը, հիվանդանոցում ավելի վատ կլինի, այնտեղ ցուրտ է, այնտեղ չկա դեղամիջոց, ես գիտեմ, խնդրում եմ»։ Բժիշկները հասկացան, որ նա ճիշտ է։ Հիվանդանոցները լեցուն էին։ Անջատված էին ջեռուցումը, սակավաթիվ էին հետաքննություններն ու բուժումները, տեղափոխելն անիմաստ էր։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, շարունակում է Արամը, փաթաթեցինք նրան վերարկուներով, ներարկեցինք տաքացնող դեղամիջոց, թողեցինք ջեռուցիչ կաթսան, որն ինքներս ունեինք շտապ օգնության մեքենայում։ Սա էր համարյա մեր սեփական սարքավորումները, որոնք գնել էինք մեր գրպանից, քանի որ պետությունը չէր տալիս ոչինչ։ Ես թողեցի նրան իմ անձնական բժշկական գրքույկում հեռախոսահամար, եթե վատանաք, զանգահարեք անմիջապես։ Մենք հեռացանք, ես գիտեի, որ հավանաբար սա վերջին անգամն է, երբ նրան տեսնում եմ կենդանի, բայց կատարվեց այն, ինչ Արամը երբեք չէր սպասում։ 3 օր անց, երեկոյան, նրա բնակարանի դռան զանգակը հնչեց, Արամը բացեց, տեսավ Ազատ Շերենցին կանգնած շեմքում, հյուծված, բայց ոտքի վրա, նրա ձեռքում մի փոքրիկ փաթեթ էր, փաթաթված թերթում, նա մտավ, պատմում է Արամը, արցունքները արդեն հոսում են նրա ծերացած դեմքով, ասաց. «Բժիշկ, ես եկել եմ հատուցելու, դուք փրկեցիք ինձ, խնդրում եմ ընդունեք դա որպես շնորհակալության նշան»։ Նա բացեց փաթեթը, ներսում էր 6 հատ հին թարմ ձու մի փոքրիկ կտոր պանիր։ Ես հասկացա, սա էր այն ամենը, ինչ ուներ նա, իր վերջին սնունդը, նա բերեց այն ինձ, որով հետ համարում
Էր որ պարտք ունի, Արամը պնդեց, որ Ազատը պահի ձվերը, բայց ծերունին հրաժարվեց, ես չեմ կարող ապրել պարտքի մեջ, դուք արեցիք իմ համար ավելին, քան իմ բոլոր ընկերները գործընկերները համախմբված, խնդրում եմ, ընդունեք դա։ Նա թողեց փաթեթը սեղանին դուրս եկավ առաջ, քան Արամը կարող էր հասկանալ, ես վազեցի նրա հետից, շարունակում է Արամը, բայց նա արդեն իջնում էր սանդուղքներով, անգամ մութության մեջ տեսա նրա սովորական ուսերը, նրա դանդաղ քայլերը, երբ հասա փողոց։ Նա անհետացել էր, ես վերադարձա տուն, նստեցի կողքին այդ փաթեթի լացի, որովհետև հասկացա, այս մարդը պահպանում էր իր արժանապատվությունը նույնիսկ ամենախորը անկման մեջ, նա մերժեց լինել խնդրողը, նա մնաց այն, ինչ միշտ եղել էր, մարդ, որը տալիս է, ոչ թե ստանում։ Արամը պահեց այդ ձվերը 2 ամիս առանց դպչելու, պահեց որպես սրբություն, վկայություն այն մասին, որ մարդու արժանապատվությունը չի կարող խլել ոչ սովը, ոչ ցուրտը, ոչ էլ դավաճանությունը, երբ լսեց Ազատի մահվան մասին, 1993 թվականի դեկտեմբերի 23-ին, նա գիտեր։ Այդ ձվերը եղել են նրա վերջին նվերը աշխարհին, վերջին ապացույցը, որ կումիրը մնաց կումիր, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը դարձավ դեմ նրան, Արամը դեռ պահում է այդ պատմությունը, գրված իր հին բժշկական հյուշատետրում, դեղին էջերի վրա, մատիտով գրված, Ազատ Շերենց, վերջին այցելություն, 6 ձու պանիր, վերջին շնորհակալությունը մարդուց, որը երբեք չսովորեց առնել, սա է պատմությունը, որը ոչ ոք չուզում է հիշել, պատմությունը այն մասին, թե ինչպես համակարգը ոչնչացնում է իր սեփական լեգենդները, թե ինչպես փողը դառնում է ամեն ինչից կարոր, նույնիսկ արժանապատվությունից, թե ինչպես կումիրները մեռնում են միայնությունում, մինչդեռ նրանց անունով փողաշուն մարդիկ ապրում են պալատներում, բայց Արամի ձվերը մնացին որպես հիշատակ, որ Ազատ Շերենցը չպարտվեց։ Նա մեռավ կանգուն, տալով վերջինը, նույնիսկ երբ ինքը չուներ ոչինչ, բժիշկները, որոնք փորձեցին օգնել Ազատին վերջին ամիսներին, 30 տարի չխոսեցին, մեկը նրանցից թերապևտ Գորգ Սարգսյանը պահպանում էր բժշկական գաղտնիությունը նույնիսկ երբ նրա պացիենտը դարձել էր լեգենդ։ Բայց երբ մենք բացահայտեցինք իրավաբանական ճանապարհով արխիվացված բժշկական քարտը, որը նա թաքցրել էր անվտանգության արկղում 1993 թվականից ի վեր, պարզվեց այնպիսի մանրամասներ, որ սառեցնում են արյունը։ Քարտի առաջին էջում գրված էր մահավճիռը, սուր սրտի անբավարարություն, շաքարախտ, նախկին ինսուլտ, ապրելու ժամկետ 4-6 ամիս առանց անընդհատ բուժման, մահվան դատապարտված, այս տողերի տակ տրեմայով գրված ապրելու ժամկետ 4-6 ամիս առանց անընդհատ բուժման, ամսաթիվը 1993 թվականի հուլիս, նշանակում է, երբ Ազատը դեռ ժպտում էր սակավաթիվ դեպքերում, երբ դեռ փորձում էր գրել նոր մատերիալ, երբ դեռ հույս ուներ վերադառնալ բեմ, նրա մարմինը արդեն մահանում էր, եւ բժիշկները գիտեին դա, բայց վեր պատասխանատու պատմելու նրան ճշմարտությունը։ Գորգ Սարգսյանը նստում է մեզ հետ իր հին ամառանոցում, Երանի արվարձաններից մեկում, 10 տարի առաջ թոշակի է գնացել, բայց դեռ պահպանում է նույն խոշոր ձեռքերը, որոնք փրկել են հարյուրավոր կյանքեր։ Նա բացում է բժշկական քարտը մեզ առաջ։ Սկսում է ցուցադրել էջերը մեկ առ մեկ, որպեսզի մենք կարող ենք լուսանկարել, նրա ձայնը խստությամբ է հնչում, բայց աչքերում խոր ցավ կա, երբ առաջին անգամ հետազոտեցի նրան, սկսում է Գորգը, հասկացա, այս մարդը պետք է լիներ հիվանդանոցում անընդհատ վերահսկողության տակ, սիրտը խոտաներում էր, ճնշումը թռչում էր 30 միավոր մեկ օրվա ընթացքում, շաքարը արյան մեջ հասնում էր սահմանին, որը սովորաբար հանգեցնում է կոմայի։ Բայց հիվանդանոց տեղափոխելը նշանակում էր գումար, որ Ազատը չուներ, պետական։ Հիվանդանոցները ամբողջովին աղետալի վիճակում էին, մահճակալները լի էին մարդկանցով, որոնք պառկած էին երրորդ շաբաթ, առանց ախտորոշման, առանց դեղամիջոցի, սպասելով միայն մահվան, ես չկարող էի ուղարկել նրան այնտեղ, դա կլիներ դատապարտություն։ Բժիշկը փորձեց բուժել Ազատին տանը, այցելելով շաբաթը 2 անգամ, բայց դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ էին սրտի համար, արժեին այնքան, որ Ազատի ամսական եկամուտը, եթե կարելի է այդպես անվանել պատահական 2000 ռուբլին, բավական չէր գնելու նույնիսկ մեկ շաբաթվա դեղամիջոց։ Գորգը հատկացրեց սեփական դեղերը, որոնք ստանում էր որպես անձնակազմի բաժին, բայց այդ էլ կրճատվում էր։ Մի օր, շարունակում է նա, եկա նրա մոտ, նկատեցի, որ նախորդ այցելությամբ թողած դեղերը դեռ չեն օգտագործվել, մի ամբողջ փաթեթ ամբացված, հարցրի. Ինչու՞, Ազատը նայեց ինձ, ասաց խոսքեր, որոնք ես երբեք չեմ մոռանա։ Բժիշկ, ես վերոնշյալ դեղերը կկիրառեմ միայն եթե իմ կյանքը կարող լինի մեկ ուրիշի համար, իսկ հիմա ես պարզապես հին մարդ եմ, որը սպառում է թթվածին, թող դեղերը մնան դրանց, ում դեռ ապագա կա։ Ես փորձեցի համոզել նրան, բայց նա շրջեց գլուխը, լռեց։ Դուրս եկա այդ բնակարանից լացի աստիճաններին, լացի, որովհետև հասկացա, այս մարդը ընտրել է մահը, ոչ թե որովհետև հույս չուներ, այլ որովհետև համարում էր ինքն իրեն բեռ։ Բժշկական քարտի երկրորդ էջում կա մի նշում, որը գրված է կարմիր գրչով. Պացիենտը հրաժարվում է։
Հիվանդանոցային տեղափոխումից հրաժարվում է պարբերական հետազոտություններից, հիվանդությունը առաջընթացում է, կանխատեսվում է ուղեղի կամ սրտի կատաստրոֆա առաջիկա 2-3 ամսվա ընթացքում, ամսաթիվը 1993 թվականի հոկտեմբերի 15, սա նշանակում է, որ բժիշկները գիտեին Ազատը մահանում է, մնացել է շատ քիչ ժամանակ, բայց կա մեկ ուրիշ տող այդ քարտում, որը հիմա դառնում է հետաքրքրասիրություն, նույն էջի ներքում, փոքրիկ տառերով գրված, պացիենտի հարազատը տեղեկացվել է վիճակի մասին։ Հրաժարվում է ֆինանսավորել բուժումը, հարազատը, ով էր այդ հարազատը, ով գիտեր Ազատի վիճակի մասին հրաժարվեց օգնել, մենք փորձեցինք գտնել այդ անձին, Գորգը հիշում էր միայն այն, որ սա կին էր, 43-45 տարեկան, բարակ, կարճ մազերով, խոսում էր երանյան առոգանությամբ, նա եկավ Գորգի ընդունարան 1993 թվականի սեպտեմբերին, երբ Ազատը հիվանդության մեջ էր, բժիշկը բացատրեց կնոջը վիճակի լրջությունը հնարավոր բուժման տարբերակները, որոնք պահանջում էին գումար, կինը լսեց։ Ծխեց մի սիգարետ հարցրեց, իսկ եթե ոչինչ չանենք, ինչքան կապրի, Գորգը պատասխանեց, հնարավոր է 3 ամիս, հնարավոր է 6, եթե սիրտը դիմանա, կինը հանեց դրամապանակից 200,000 ռուբլի դրեց սեղանին, սա բավարար կլինի։ Մեկ ամսվա դեղի համար, Գորգը հաստատեց, կինը կանգնեց, հագավ իր բաճկոնը ասաց, լավ, ես կկարողանամ բերել մեկ ամսվա դեղ, հետո տեսնենք, բայց հիվանդանոց ես չեմ վճարի, այնտեղ նա կմեռնի ավելի արագ, հետո դուրս եկավ առանց հրաժեշտի, Գորգը վստահում է, որ այդ կինը ծանոթ էր Ազատին շատ մոտիկ մակարդակով, լինի դուստր, հարազատ կամ ինչ-որ այլ կապ, բայց նա երբեք ավելին չեկավ, այդ 200,000-ը մնաց միակ օգնությունը, որը Ազատը ստացավ իր հարազատներից, իսկ ով էր այդ կինը, մենք չկարողացանք հաստատել, բոլոր փորձերը գտնել նրան վերածվեցին մառախլի մեջ կորած հետքերի, բժշկական քարտի վերջին էջը պարունակում է Գորգի ձեռագիրը, գրված 1993 թվականի դեկտեմբերի 23-ին, Ազատի մահվան օրը։ Մահը եկավ հանգիստ, սիրտը կանգ առավ քնի ժամանակ, պացիենտը մահացավ առանց ցավի, բայց մենակ, մարմինը գտան հարանները 2 օր անց, բժշկական հետազոտությունը հաստատեց, սրտի կանգ սկսվել է գիշերը, մոտավորապես ժամը 2-3-ին։ Պացիենտը պառկած էր մահճակալում, ծածկված 2 վերարկով, աջ ձեռքը բռնած էր կրծքին, որտեղ սիրտն էր, դեմքի արտահայտությունը ցույց էր տալիս ոչ թե ցավ, այլ կարծես մեծ հոգնածություն, կարծես նա վերջապես թույլ տվեց իր մարմնին հանգստանալ։ Գորգը փակում է բժշկական քարտը նայում մեզ։ Աչքի։ Ես շատ մահեր եմ տեսել իմ կարիերայում, բայց Ազատի մահը հետապնդում է ինձ, ոչ թե որովհետև նա մեծ արտիստ էր, ոչ թե որովհետև նա տառապեց, այլ որովհետև նա մեռավ մենակ, մարդ, որը սիրեցին միլիոնները, մեռավ մենակության մեջ, ուր ոչ ոք չլսեց նրա վերջին շնչառությունը, եւ ամենավատը, նրա հարազատները, ովքեր գիտեին նրա վիճակի մասին, չեկան, կամ եկան միայն այնքան, որքան բավական էր համոզել իրենց, որ արեցին ինչ-որ բան, ապա անհետացան, այժմ հարցեք ինքներդ ձեզ, արդյոք այդ հարազատը, այդ կինը, որը թողեց միայն 200,000 ռուբլի անհետացավ, արդյոք նա գիտեր, թե ինչ եղավ հետո, արդյոք նա եկավ թաղման, արդյոք նա ապրում է այսօր խղճի խայթով, թե հավատում է, որ արեց բավարար, 1993 թվականի նոյեմբերի վերջում, 3 շաբաթ մինչ Ազատ Շերենցի մահը, նրա բնակարանի դուռը բախեց ուժգին, դա չէր Հարանը, ով սովորաբար թակում էր նուրբ, դա չէր նա բժիշկը, ով միշտ նախապես զանգահարում էր, Ազատը դժվարությամբ բարձրացավ մահճակալից մոտեցավ դռանը, հարցրեց, ով է, մի տղամարդկային ձայն պատասխանեց, բանակցություն ունեմ, բացեք, Ազատը բացեց դուռը, շեմքում կանգնած էր 35-40 տարեկան տղամարդ, մութ կոստյումով, սծմեռային բաճկոնով, դեմքը շատ սառը, նրա հետից 2 ուրիշ տղամարդիկ կանգնած էին սանդուղքամարում, լուռ, անշարժ, դուք Ազատ Շերենցը եք, հարցրեց կոստյումով տղամարդը, Ազատը հաստատեց, այցելուն մտավ առանց հրավերի, շրջեց բնակարանի մեջ, նայեց պատերին, հին նկարներին, գրքային դարակներին, հետո շրջվեց դեպի Ազատը ասաց, ես եկել եմ այն մարդու անունից, ում դուք փորձեցիք խաբել 1993 թվականի նոյեմբերին, հիշում եք պայմանագիրը 3 միլիոն ռուբլի, 6 ամսվա աշխատանք, դուք ստորագրեցիք, ստացաք առաջավարկը անհետացաք, իմ գործատուն ուզում է իմանալ, երբ եք սկսելու աշխատել։ Ազատը սառեց, նա փորձեց բացատրել, որ առաջավարկը եղավ 200,000 ռուբլի, ոչ թե 1,5 միլիոն, որ նա չի անհետացել, այլ ընդհակառակը, փորձեց գտնել պայմանագիրը կնքողներին, բայց անհնար էր կապվել նրանց հետ, բայց այցելուն ընդհատեց նրան, դուք խաբեցիք իմ գործատուին։ Եվ իմ գործատուն չի սիրում, երբ նրան խաբում են, ես եկել եմ հիշեցնել ձեզ, որ ունեք 2 ընտրություն։ Կամ կատարեք ձեր պարտավորությունները, աշխատեք 6 ամիս, որպես համաձայնված էր, կամ վերադարձնեք լրիվ գումարը 3 միլիոն ռուբլի, եթե չանեք երկուսից ոչ մեկը, ապա իմ գործատուն կգտնի այլ եղանակներ փոխհատուցման, Ազատը փորձեց բացատրել,
Որ նա չունի 3 միլիոն ռուբլի, որ նա նույնիսկ չի ստացել այդ գումարը, որ սա թակարդ է, բայց այցելուն միայն ժպտաց սառը ժպիտով, այդ ձեր խնդիրն է, մեկ շաբաթ ունեք որոշելու, կամ սկսում եք աշխատել, կամ գտնում եք փողը, կամ եզրակացությունները դուք ինքներդ կարող եք անել։ Հետո նա դուրս եկավ, իսկ երկու մյուս տղամարդիկ հետեցին նրան, նայելով Ազատին այնպես, որ նրա սիրտը սառեցրին, այդ գիշեր Ազատը չքնեց, նա պառկած էր մահճակալում, աչքերը բաց, շնչառությունը դժվար, հասկացավ, սա չէր սովորական շահարկում։ Սա էր բաց սպառնալիք, բայց ո՞վ էին այդ մարդիկը, իրապես սրանք էին նրանք, ովքեր խաբեցին նրան պայմանագրով, թե այդ մեկ ուրիշ խումբ, որը պարզապես օգտվում էր նրա խոցելիությունից, եւ ամենակարևորը, ինչ կարող էր անել Ազատը, նա չուներ 3 միլիոն, չուներ նույնիսկ 300,000, եւ աշխատելու ֆիզիկական վիճակում չէր։ Նրա սիրտը ձախողում էր ամեն 2 ժամը մեկ։ Հաջորդ օրը Ազատը փորձեց կապվել իր հին ծանոթներից մեկի, մարդու, ով երբեմն օգնել էր իրավական հարցերում։ Նա պատմեց այցելության մասին, ծանոթը լուրջ դարձավ, խորհրդատվություն տվեց, Ազատ։ Եթե այդ մարդիկը իրոք են այն, ինչ կարծում եմ ես, ապա ձեզ մեկ միայն ելք կա, փախչել, վերցրեք ինչ կարող եք, հեռացեք Երանից, գնացեք գյուղ, գնացեք ընկերոջ մոտ, ուր կարող եք թաքնվել, այդ մարդիկը չեն կատակում, նրանք կարող են վնասել ձեզ, բայց Ազատը չկարող էր փախչել, նա ֆիզիկապես չէր կարող ճանապարհորդել։ Նրա սիրտը չէր դիմանա երկար ճանապարհորդություն, եւ ուր պետք է գնար, ում մոտ ով կընդուներ հիվանդ, սնանկացած ծերունուն, ով դարձել էր խոհանոց վտանգավոր մարդկանց համար, մեկ շաբաթ անցավ, բայց ոչ ոք չեկավ, Ազատը սպասեց։ Դռները պատուհանները կրկնակի փակելով, նա սպասում էր։ Թակոցին սպասում էր բռնությանը, բայց թակոցը երբեք չեկավ, հետո հասավ նոյեմբերի երկրորդ կեսը, Ազատը սկսեց անկայանալ այնպիսի տարօրինակ վարքագծով, որ հարանները վախեցան, Ծիրանույշը հիշում է, նա սկսեց խոսել միայնությամբ, ես լսում էի նրա ձայնը, բարձր, դողդոջուն, կարծես նա վիճում էր ինչ-որ մեկի հետ, բայց բնակարանում ոչ ոք չկար, մի գիշեր նա գոռում էր այնքան ուժգին, որ ես մեկ այլ հարան սկսեցինք բախել նրա դուռը, երբ բացեց, նրա աչքերը լի էին խուճապով, նա հարցրեց, տեսաք նրանց։ Տեսակ այն մարդկանց, որ գնացին աստիճաններով, մենք պատասխանեցինք, որ ոչ ոք չկար, Ազատը նայեց մեզ հանկարծ սկսեց լալ, ես երբեք չմոռանամ այդ լաց անօգնական խորը, որ գալիս էր մարդու ներսից, ով կորցրել էր վերջին հույսը, Ծիրանույշը վստահում է, որ Ազատը տառապում էր հալյուցինացիաներից կամ սթրեսից կամ հիվանդությունից, բայց Ազատի վախը իրական էր, որովհետև սպառնալիքները եղել էին, իրական էր, որովհետև Ազատը ապրում էր աշխարհում, որտեղ մարդիկ անհետանում էին գիշերը, որտեղ պարտքերը հավաքվում էին արյունով, ով էին այդ այցելուները, եթե նրանք իրական էին, մենք փորձեցինք գտնել ցանկացած տեղեկություն, բայց բոլոր հետքերը տանում են դատարկության, հնարավոր է սրանք էին նրա հիվանդ երակայության պտուղները, ոստիկանության արխիվներում չկա հաղորդագրություն Ազատից։ Նրա բժշկական քարտում չկա նշում այդ դեպքի մասին, նույնիսկ Ծիրանույշը չգիտի, արդյոք այդ մարդիկը իրական էին, թե Ազատի հիվանդ մտքի արտադրանք, բայց մեկ բան հստակ է, վերջին 3 շաբաթվա ընթացքում Ազատ Շերենցը ապրում էր մահվան վախի մեջ, վախենում էր թակոցից դռան, վախենում էր լույսից պատուհանում, վախենում էր աստիճանների երևույթներից, եւ երբ վերջապես եկավ մահը, դեկտեմբերի 23-ին գիշերային հանգստության մեջ, հնարավոր է, որ նրա սիրտը պարզապես չդիմացավ վախի ծանրությանը, ով է պատասխանատու այդ վախի համար, ով են այն մարդիկը, որոնք ոչնչացրեցին վերջին հույսը անօգնական ծերունու մեջ։ Միայն 5 մարդ գիտեին Ազատ Շերենցի իրական վիճակի մասին նրա վերջին 2 ամիսներին, բժիշկը, 2 հարան, մի հին ընկեր, մեկ անհայտ կին, որը հայտնվել էր նրա կյանքում անսպասելիորեն, բոլոր նրանց, բացառությամբ անհայտ կնոջ, մենք գտանք հարցրեցինք նույն հարցը, ով կարող էր օգնել, բայց չարեց, եւ բոլորը տվեցին նույն պատասխանը մեկ անունի շուրջ, այդ անունը մենք չկարող ենք հրապարակել իրավական պատճառներով, բայց մենք կարող ենք պատմել ընդհանուր գծերը։ Այս մարդը ղեկավարում էր կուլտուրային ոլորտի ամենամեծ մասնավոր բիզնես կառույցներից։ Մեկը 1990-ականների սկզբին, նա վերահսկում էր, թե ով կլինի հեռուստատեսության վրա, ով կստանա ֆինանսավորում համերգների համար, ով կարող էր ճանաչվել նորից, իսկ ով կդառնա անցյալի դեմք, այդ մարդու գրասենյակում կախված էր ցուցակ, հաստատված արտիստներ, արգելված արտիստներ, Ազատ Շերենցի անունը դրված էր երկրորդ սյունակում, ինչի համար Ազատ Շերենցը, լեգենդ, հայ ժողովրդի սիրելի կատակերգուն, դրված էր արգելված ցուցակում, մենք գտանք մեկին, ով աշխատել է այդ գրասենյակում որպես ասիստենտ 1990-ից մինչ 96 թվականը, թող մենք նրան կոչենք Արթուր։ Նա պատմեց պատմություն, որը բացատրում է ամեն ինչ, 1990-ականների սկզբին, սկսում է Արթուրը, նրա դեմքը լուրջանում է, ըստ տարածված լուրերի, մեր ղեկավարը հավաքեց բիզնես ռեսուրսներ, հին համակարգից մնացած կապերից ու նոր հարստացած բիզնեսմենների
Ներդրումներից նա ստեղծեց կառույց, որը կարող էր պատվիրել աստղերին համերգներ, հեռուստածրագրեր, գովազդային ներկայացումներ, բայց նա ուներ մի պայման բոլոր արտիստների համար՝ վերահսկողություն։ Նա պահանջում էր, որ արտիստները ստորագրեն բացառիկ պայմանագրեր, որոնցով մենք և միայն մենք վերահսկում էինք նրանց հանրային ներկայացումները։ Ազատ Շերենցը հրաժարվեց ստորագրել, ասաց՝ ես չեմ կարող վաճառել իմ անկախությունը։ Այդ հրաժարման համար նա ստացավ պատիժ։ Արգելքը նշանակում էր, որ Ազատ Շերենցը չէր կարող ստանալ պատվերներ իրենց համակարգի միջոցով, ինչը կազմում էր գրեթե 90%-ը ողջ հայ էստրադայի շուկայի, մնում էր միայն անկախ փոքր միջոցառումները, հարսանիքներ, մասնավոր կորպորատիվներ, տեղական միջոցառումներ։ Բայց նույնիսկ այդտեղ սրանց ազդեցությունը հասնում էր։ Արթուրը հիշում է, թե ինչպես մի անգամ մի բիզնեսմեն զանգահարեց ցանկացավ պատվիրել Ազատ Շերենցին իր նշանակալի միջոցառման համար։ Ղեկավարը տվեց պատասխան. եթե դուք պատվիրեք Շերենցին, մենք երբեք չենք աշխատի ձեզ հետ, ընտրեք։ Բիզնեսմենը ընտրեց մեկ այլ արտիստի, դա չէր անձնական վրեժ, բացատրում է Արթուրը, դա էր ուղերձ բոլոր արտիստներին, եթե մերժեք մեզ, կսովորեցնենք ձեզ դրսում լինելու արժեքը, եւ Ազատ Շերենցը դարձավ ցուցադրական օրինակ, նրան թողեցին մեռնել հանդարտ մահվամբ, սովից, անտեսվածությունից, մոռացվածությունից։ Արդյոք այդ մարդը, ղեկավարը, գիտեր Ազատի իրական վիճակի մասին։ Արթուրը հավաստիացնում է. այո, նա գիտեր, բոլորը գիտեին, բայց այդ չփոխեց ոչինչ։ Մեր ղեկավարը երբեմն ասում էր. մեկը չի կարող կանգնել համակարգի դեմ հաղթել։ Ազատ Շերենցը ընտրեց անկախությունը, թող այժմ վայելի նրա ազատությունը։ Սա էր ցինիկությունը խոսել ազատության մասին, երբ մարդ մահանում է դրա համար։ Ըստ անվստահելի վկայությունների, այդ ղեկավարը այսօր կենդանի է, ըստ այդ նույն աղբյուրների, ապրում է մեծ տանը Երանի արվարձանում, ունի բիզնես կապեր, ունի հարգանք նոր սերնդից, ունի փող ազդեցություն։ Նրա գործընկերները խոսում են նրա մասին հարգանքով, որպես մշակութային բիզնեսի հիմնադիրներից մեկի, բայց ոչ ոք չհիշում է Ազատ Շերենցի անունը, երբ խոսում են այդ մարդու մասին։ Արդյոք նա պետք է պատասխանատվություն կրի։ Արդյոք համակարգը, որը նա ստեղծեց, պատասխանատու է նրանց մահվանը, ովքեր հրաժարվեցին ենթարկվել։ Սրանք հարցեր են, որոնք մնում են անպատասխան 30 տարի, բայց կա մի վերջին փաստ, որը մենք պետք է բացահայտենք։ Արթուրը պատմեց մեզ, որ դեկտեմբերի 25-ին, 2 օր Ազատի մահից հետո, ղեկավարի գրասենյակում եղավ հանդիպում։ Նրան զեկուցեցին, որ Ազատ Շերենցը մահացել է։ Արթուրը ներկա էր այնտեղ։ Նա հիշում է, որ ղեկավարը լսեց լուրը, լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց. բարեհաջող ճանապարհ նրան, նա էր հին դարաշրջանի վերջին ձայնը։ Հիմա մենք կարող ենք առաջ գնալ առանց անցյալի ստվերների։ Արդյոք սա մարդկայնության բացակայություն է, թե պարզապես բիզնես հաշվարկ։ Եվ այդ 25 դեկտեմբերին, երբ Ազատի մահվան լուրը դեռ չէր հասել լայն հասարակության, երբ նրա մարմինը դեռ հանգչում էր մորգում, մենակ ծածկված սպիտակ շերտով Երանի փողոցներում սկսեցին երևալ առաջին ամանորյա զարդերը։ Մարդիկ ծիծաղում էին, պատրաստվում էին տոնին, գնում էին նվերներ, եւ ոչ ոք չգիտեր, որ կատակերգուն, որը մի ժամանակ լցրել էր նրանց տները ծիծաղով, հիմա պառկած է սառույցի մեջ, առանց ծաղկի, առանց արտասուքի, առանց հրաժեշտի խոսքի։ Կյանքը շարունակվում էր, համակարգը շարունակվում էր, իսկ Ազատ Շերենցը դարձել էր միայն անցյալի էջ, որը փակվեց անցկաբար։ 4 օր անց մեռավ նրա լավագույն ընկերը, Ֆրունզիկ Մկրտչյանը։ 2 հսկաների կորուստը մեկ շաբաթվա մեջ դարձավ ազգային ողբերգություն, բայց այդ ծանր օրերին, երբ ողջ ազգը լաց էր լինում, մի հարց մնաց անպատասխան. արդյոք Ֆրունզիկը գիտեր, որ նրա ընկերը անօգնական մեռավ։ Արդյոք նա լսեց, թե ինչ անտեսվածության մեջ ապրեց Ազատը վերջին ամիսները։ Արդյոք այդ գիտակցությունը կոտրեց նրա սիրտս ավելի։ Մենք երբեք չենք իմանա պատասխանը, բայց կարող ենք պատկերացնել երկու ծերունի ընկերներ, ովքեր միասին սիրեցին, միասին ստեղծեցին, միասին երջանիկ արեցին ողջ ժողովուրդը, վերջում մեռան։ Գրեթե միաժամանակ, մենակ, անտեսված, մոռացված այն համակարգից, որին տվեցին ամենալավագույն տարիները։ Այս պատմությունը չունի երջանիկ վերջ, այն չունի նույնիսկ արդարություն, այն ունի միայն ցավ, հարց մեղադրանք մեր հասարակությանը, որը թույլ տվեց իր հերոսներին մեռնել այսպես։ Երանի քաղաքապետարանի արխիվում, թղթերի ծանր արկղներում, որոնք 30 տարի փակ էին մնացել, ըստ վերջին տարիների լրագրողական հետաքննությունների, կարող էր լինել մի փաստաթուղթ, որը փոխում է ամեն ինչ։ Հին տարիների աշխատակիցները պատմում էին, որ գոյություն ուներ հնացած թուղթ, կնիքը գրեթե անընթեռնելի, բայց վերիտողը, արգելված անձանց ցուցակ, պետական հեռուստատեսային եթերում, գործողության ժամկետ, 1990-ից առաջանց ծանուցումով, ներքում, ըստ իրենց հիշողության, 14 անուն, 7-րդ տողում, Ազատ Շերենց, ստորագրությունը անընթեռնելի, բայց դրա կողքին կարող էր լինել կնիկ, մշակութային հարցերի պատասխանատու։ Ո՞վ էր այդ պատասխանատուն, ինչու
Էր անհրաժեշտ արգելել ազգային լեգենդին հեռուստատեսային եթերում, հենց այն տարիներին, երբ նա ամենաշատն էր կարիք ունեցել աշխատանքի, արդյոք սա պատահականություն էր, թե? Հրահանգ ավելի բարձրից, քաղաքական խաղերից, որոնց մասին մենք միայն կարող ենք կռահել, լրագրողական հետաքննություններում հայտնվեցին պատմություններ մի տղամարդու մասին, ով ներկա էր այն նիստում, որտեղ այդ ցուցակը հաստատվեց։ Նա աշխատում էր որպես տեխնիկական քարտուղար հեռուստատեսային վարչության մեջ 1989-ից մինչ 90-ականների կես, թող նրան կոչենք Լոն, ըստ վկայությունների նա նստում էր փոքրիկ բնակարանում, որտեղ պատերը ծածկված էին հին պաստառներով, խորհրդային Հայաստանի մշակույթի խորհրդանիշներով, Լոնը բերում էր թեյ, նստում սկսում խոսել հանգիստ, բայց խոսքերը կրում էին ծանրություն։ Այդ նիստը տեղի ունեցավ 1990 թվականի մարտին, ըստ պատմվածի սկսում էր նա, հավաքվել էին 6 մարդ, 2 հոգի մշակույթի նախարարությունից, 2-ը հեռուստատեսությունից, 2 անծանոթ տղամարդիկ, որոնց անուններն ու պաշտոններն իրեն չներկայացվեցին, բայց հստակ էր, նրանք ունեին իշխանություն, նիստի առաջնորդողը ասաց. Մենք պետք է կարգավորենք եթերը, հին արտիստները, ովքեր ներկայացնում են անցյալի ճշգրտությունը, չպետք է զբաղեցնեն տեղը նոր դեմքերին, որոնք կարող են խոսել ավելի ժամանակակից լեզվով։ Ես լսում էի, չէի հավատում, նրանք խոսում էին մարդկանց մասին, ովքեր կազմել էին հայկական մշակույթի հիմքը, որպես թե դրանք սպառված նյութեր լինեին։ Ըստ այս վկայության, ցուցակը կազմվեց այնտեղ, նիստի ընթացքում, յուրաքանչյուր անուն առաջարկվեց, քվեարկվեց, Ազատ Շերենցի անունը բերվեց մի քանի անգամ, զգուշությամբ, բայց վճռականությամբ։ Մեկը ասաց, Շերենցը խոսում է հին լեզվով, նրա հումորը չի ձավորվում նոր սերնդի հետ, մեկ ուրիշը հավելեց, նրա հանրաճանաչությունը կարող է արգելակել փոփոխությունները, ավելի լավ է թույլ տալ նրան անցնել անցյալ հանգիստ, իսկ 2 անծանոթները լռում էին։ Միայն գլխով հաստատելով, Լոնը հիշում էր, թե ինչպես իր ձեռքերը դողում էին, երբ գրում էր այդ անունները, իմանալով, որ ամեն մի տող կարող էր նշանակել մեկի կյանքի ավարտ։ Երբ ավարտեցինք, շարունակում էր Լոնը, նիստի առաջնորդողը ստորագրեց փաստաթուղթը ասաց. Սա մնում է գաղտնի, մենք չենք պատճառաբանում հրապարակայնորեն, պարզապես դադարեցնում ենք հրավերները, դադարեցնում ենք ծրագրերը, եթե հարցնեն, ասենք, որ դրանք ժամանակակից զաչափերին չեն համապատասխանում, սա էր դատավճիռը, առանց դատավարության, առանց իրավունքի պաշտպանվելու, առանց բացատրության, պարզապես անհետացում։ Ըստ այս պատմության, Լոնը փորձեց խոսել այդ մասին իր անմիջական ղեկավարի հետ, բայց ստացավ խստագույն զգուշացում, այս մասին երբեք ոչ ոքի մի խոսիր, եթե խոսես, դու էլ կհայտնվես ցուցակում։ Նա լռեց 30 տարի, լռեց, երբ տեսավ Ազատ Շերենցի անհետացումը էկրաններից, լռեց, երբ լսեց նրա մահվան լուրը, լռեց, երբ ամբողջ ազգը ողբում էր, բայց ոչ ոք չէր հարցնում, ինչու է լեգենդը մեռել մոռացված, եթե այս ցուցակը իրականում գոյություն ունեցավ, ապա դա ոչ թե պատահականություն էր, դա քաղաքականություն էր, համակարգված, սառը, հաշվարկված, եւ ովքեր էին այդ 2 անծանոթները, ովքեր ըստ վկայության նստել էին նիստում լռությամբ հաստատել էին մահավճիռը, Լոնը չգիտեր, բայց նա վստահ էր, որ նրանք ներկայացնում էին ավելի մեծ ուժեր, որոնք որոշում էին ոչ միայն մշակութային քաղաքականությունը, այլ ազգի հիշողության ուղղությունը։ Այսօր, երբ մենք նայում ենք այս պատմություններին, լսում ենք 14 անուն, 14 արտիստ, ովքեր կազմել էին խորհրդային Հայաստանի ոսկե ժամանակաշրջանի փայլը, ո՞ւմ շահերն էին ծառայում այդ արգելքը, ո՞ւմ էր անհրաժեշտ ջնջել այդ ձայները, եւ ամենակարևորը, արդյոք սրանք, ովքեր կայացրին այդ որոշումները, այսօր ապրում են հանգիստ քնով, թե հիշում են իրենց արածը։ 1993 թվականի դեկտեմբերի 18-ին, 3 օր մինչ Ազատի մահը, հարանները պատմում էին, որ նրա բնակարանի մոտ կանգ էր առել մեքենա Սվոլգա, որի պատուհանները մգած էին, հարանները նկատեցին, բայց ոչ ոք չմոտեցավ։ Այդ ժամանակներում մեքենաներից խուսափելն էր ողջախոհության նշան։ Ըստ վկաների, մեքենան կանգ առավ 2 ժամ, ապա հեռացավ։ Հաջորդ օրը նույնը, երրորդ օրը կրկին։ Ինչու, ով էր հետում Ազատ Շերենցին նրա վերջին օրերին։ Սիրանույշը հիշում էր այդ մեքենան, ես վախեցա, մտածեցի, գուցե բանդիտներն են եկել գանձեր փնտրելու, թե բոլորը գիտեին, որ Ազատի մոտ ոչինչ չկար, բայց մեքենան պարզապես կանգ էր առնում, սպասում էր։ Ես տեսա, թե ինչպես մի անգամ դռնից դուրս եկավ Ազատը, գնալու հացագնացության։ Նա նայեց դեպի մեքենան, սառեց մի քանի վայրկյան, հետո արագացավ իր քայլերը անհետացավ անկյունում, երբ վերադարձավ, մեքենան այլս չկար, բայց հաջորդ օրը կրկին էր այնտեղ, ոստիկանության արխիվներում չկա հաղորդում այդ մեքենայի մասին։ Չկա նա որևէ բացատրություն, բայց կա մեկ փաստ, որը մենք գտանք բնակիչների հիշողություններում։ Դեկտեմբերի 23-ին Ազատի մահվան գիշերը, ըստ վկաների, այդ մեքենան վերադարձավ, կանգ առավ ճիշտ շենքի դիմաց մնաց մինչ առավոտ, հետո երբ արածակը լուսավորեց փողոցը,
Մեքենան հեռացավ, երբեք այլս չվերադարձավ։ Մենք փորձեցինք պարզել, ով էր այդ մեքենայի տերը, բայց բոլոր հետքերը տանում են դատարկություն։ Համարանիշերը ոչ ոք չի հիշում, ոչ ոք չէր համարձակվել մոտենալ, բայց մենք գիտենք մեկ բան. եթե ինչ-որ մեկը հետում էր Ազատին նրա վերջին օրերին, ապա նրանք ուզում էին վստահ լինել, որ նա չի փախչի, չի խոսի, չի փորձի փրկվել։ Հնարավոր է սրանք էին նույն մարդիկը, ովքեր սպառնացին նրան նոյեմբերին, հնարավոր է դրանք ուրիշներ էին, ուրիշներ, ում անհրաժեշտ էր վստահ լինել, որ Ազատ Շերենցը չի պահպանի որևէ ապացույց կամ չի փորձի բացահայտել որևէ գաղտնիք, բայց ամենավախենալին այն է, որ ըստ Հարանների այդ մեքենան մնաց մինչ մահը, կարծես սպասելով հաստատման, որ աշխատանքը ավարտված է։ Արդյոք Ազատ Շերենցը մեռավ բնական մահով? Թե ինչ-որ մեկը օգնեց նրան հեռանալ։ Բժիշկների եզրակացությունը հստակ է՝ սրտի կանգ, բնական պատճառներով, բայց ինչու՞ է այդ մեքենան եղել այնտեղ, ըստ վկաների, ճիշտ այդ գիշերը։ Ինչու՞ է այն հեռացել միայն երբ Ազատի մարմինը արդեն սառել էր։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, բայց կասկածը մնում է որպես ստվեր, որը ծածկում է Ազատ Շերենցի վերջին ժամերը։ Դեկտեմբերի 26-ին, երբ Ազատ Շերենցի մարմինը հանգչում էր մորգում, Երանի կենտրոնում բացվեց նոր ռեստորան, շքեղ, լուսավոր, լի ժամանակակից երաժշտությամբ։ Բացման հանդեսին մասնակցեցին նորահայտ բիզնեսմենները, քաղաքական դեմքեր, մշակութային գործիչներ, ներառյալ մի քանի արտիստներ, ովքեր երբեմն աշխատել էին Ազատի հետ։ Նրանք խմում էին շամպայն, ծիծաղում էին, տոնում էին նոր հնարավորությունները, եւ ոչ ոք չնշեց, որ 3 օր առաջ մեռավ մի լեգենդ, անտեսված, մոռացված, դատարկ բնակարանում։ Ազատ Շերենցի թաղումը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին, քիչ մարդիկ եկան։ Մի քանի հին ընկերներ, մի քանի Հարաններ, բժիշկ Գորգը Սիրանույշը, ազգային հեռուստատեսությունը չուղարկեց նկարահանող խումբ, մշակույթի նախարարությունը չուղարկեց պաշտոնական ներկայացուցիչ, թաղման արարողությունը տեց 20 րոպե։ Խոսք ասաց միայն մի հին ընկեր, դողող ձայնով, արտասունքով։ Նա ասաց. Ազատ Շերենցը եղավ մեր ժպիտը, մեր ուժը, մեր հույսը, բայց մենք թողեցինք նրան մեռնել մենակ, մեր ամոթը մնում է մեզ հետ ավելի երկար, քան նրա հիշատակը։ 4 օր անց, դեկտեմբերի 33-ին, մեռավ Ֆրունզիկ Մկրտչյանը, Ազատի ամենամոտ ընկերը, կինոյի լեգենդը, հայ արվեստի հսկան։ Երբ լուրը հասավ, ամբողջ ազգը սառեց։ Երկու լեգենդ մեկ շաբաթում, երկու հսկաներ, ովքեր կազմել էին հայ մշակույթի ոսկե դարաշրջանը, հեռացան գրեթե միասին։ Հիմա հեռուստատեսությունը արձագանքեց, հիմա մշակույթի նախարարությունը արձագանքեց, հիմա եկան պաշտոնական պատվիրակությունները, փրփրեցին խոսքերը, տպագրվեցին անձնագրերը, բայց Ազատ Շերենցի անունը նշվեց միայն կողմնակիորեն, որպես Ֆրունզիկի ընկեր, ով մեռավ նույն շաբաթում։ Նրան չտվեցին պետական թաղում, չկազմակերպեցին հուշհանդես, չտպեցին մեծ հոդվածներ։ Նա մնաց ստվերում, նույնիսկ մահից հետո։ Ֆրունզիկի թաղումը հավաքեց հարյուրավոր մարդկանց, հանրապետության առաջնորդները, արտիստներ, բանաստեղծներ, երաժիշտներ։ Բոլորը խոսեցին Ֆրունզիկի մասին, որպես լեգենդի, որպես հսկայի, որպես անմահի, բայց մեծահասակ տարիքի մարդիկ հետագայում պատմում էին, որ այդ օրը տեսել էին ինչ-որ բան տարօրինակ։ Կար մի պատմություն լուսանկարչի մասին, ով ծածկում էր թաղումը։ Երբ արարողությունը ավարտվեց, պատմում էին հետագայում, տեսան մի ծեր տղամարդու, կանգնած հեռվում, ծառի տակ, նա չմոտեցավ Շիրիմին, չխոսեց ոչ ոքի հետ, պարզապես կանգնած էր, լաց էր լինում, հետո նա շրջվեց, հեռացավ, ըստ պատմության նա քայլեց դեպի գերեզմանոցի մյուս հատվածը, կանգ առավ մի նոր գերեզմանի առաջ, անշուք, առանց ծաղկի, միայն մի փոքրիկ տախտակ անունով, Ազատ Շերենց, այն տղամարդը ծնրադրեց, դրեց իր ձեռքը գերեզմանին, շշնջաց ինչ-որ բան, նրա դեմքը խոսում էր, մեղք, կորուստ, հուսահատություն, ով էր այդ մարդը։ Ինչու էր նա թաքնվում, արդյոք սա էր այն հարազատը, որը հրաժարվեց ֆինանսավորել Ազատի բուժումը, արդյոք սա էր մեկը այն ընկերներից, ովքեր խոստացել էին օգնել, բայց անհետացել էին, մենք երբեք չենք իմանա, բայց այդ պատմությունը մնում է որպես լուռ վկայություն մեղքի, որը երբեք չհայտարարվեց։ Այսօր, 30 տարի Ազատ Շերենցի մահից հետո, նրա գերեզմանը գտնվում է Երանի Կոմիտաս Պանթեոնում, փոքրիկ, համեստ, հազվադեպ այցելվող։ Երբ մենք գնացինք այնտեղ, տեսանք միայն մի քանի ծաղիկ, թարմ, դրված անհայտ ձեռքով, գերեզմանի վրա գրված է Ազատ Շերենց, հայ ժողովրդի սիրելի կատակերգու, 1913-1993, ոչինչ ավելին, ոչ մեծ հուշարձան, ոչ շքեղ տախտակ, ոչ պաշտոնական ճանաչում, պարզապես անուն, ամսաթիվներ, լռություն։ Մենք կանգնեցինք այնտեղ, մտածեցինք, արդյոք նրանք, ովքեր թողեցին նրան մեռնել մենակությամբ, արդյոք նրանք երբեք լեն այստեղ, արդյոք նրանք, ովքեր արգելեցին նրան հեռուստատեսային եթերից, արդյոք նրանք զգում են պատասխանատվություն, արդյոք համակարգը, որը ջախջախեց նրան, արդյոք այն երբեք ճանաչեց իր մեղքը։ Պատասխանը ոչ, համակարգը շարունակվեց։
Նույն մարդիկը, ովքեր որոշեցին ազգային լեգենդների ճակատագիրը, շարունակեցին կառավարել մշակութային ոլորտը, ոմանք թոշակի գնացին հարուստ պատվավոր, ոմանք դարձան նոր ժամանակների բիզնես մագնատներ, ոմանք պարզապես անհետացան իրենց արածը տանելով գերեզման, բայց կա մի բան, որը նրանք չեն կարող տանել գերեզման՝ պատմությունը հիշում է, եւ այսօր, երբ մենք պատմում ենք Ազատ Շերենցի անկման մահվան մասին, մենք պատմում ենք այն համակարգի մասին, որը սպանում է իր հերոսներին, պատմում ենք այն մարդկանց մասին, ովքեր ընտրում են փողը պատվի փոխարեն, իշխանությունը, հումանիզմի փոխարեն, լռությունը, ճշմարտության փոխարեն, Ազատ Շերենցի մահվան առեղծվածը մնում է բաց, արդյոք նա մեռավ բնական մահով, սրտի կանգից, որը եկավ սովից, ցրտից հիասթափությունից, թե ինչ-որ մեկը օգնեց նրան հեռանալ սպառնալիքներով, վախով, անտեսվածությամբ, որը դարձավ դանդաղ մահ, մենք երբեք չենք ստանա վերջնական պատասխան, բայց մեկ բան մենք գիտենք հստակ, Ազատ Շերենցը չմեռավ մենակ նրա սեփական մեղքով, նա մեռավ, քանի որ համակարգը նրան թողեց մեռնել, քանի որ այն մարդիկը, ում նա ծիծաղեցրել էր տարիներ շարունակ, դարձան դեմքը, երբ նա ամենաշատն էր կարիք ունեցել օգնության, քանի որ նրա արժանապատվությունը դարձավ նրա դատապարտությունը աշխարհում, որտեղ արժանապատվությունն արժե ավելի քիչ, քան ռուբլի մետաղադրամը, այսօր, 3 տասնամյակ անց, երբ մենք նայում ենք նրա գերեզմանին, մենք տեսնում ենք ոչ միայն մեկ մարդու ավերակները, այլ ամբողջ ժամանակաշրջանի, երբ տաղանդը, համարձակությունը, մարդկայնությունը չէին բավականացնում փրկվելու համար։ Ընկերներ, ինչպես եք դուք վերաբերում Ազատ Շերենցին, արդյոք նա զոհ էր համակարգի, որը շահագործեց նրան ողջ կյանքը թողեց մեռնել անտեսված, թե նա ինքն էր պատասխանատու իր ճակատագրի համար, հրաժարվելով ճկվել, հրաժարվելով վաճառել իր անկախությունը, արդյոք նրանք, ովքեր արգելեցին նրան հեռուստատեսությունից, ովքեր խաբեցին նրան պայմանագրերով, ովքեր գողացան նրա արխիվը, արդյոք նրանք ապրում են հանգիստ այսօր, թե գիշերները նրանց հետապնդում են Ազատի վերջին օրերի ստվերները, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, արդյոք պատմությունը կրկնվում է այսօր նոր դեմքերով, ցեղմեք հավանել։ Եթե ցանկանում եք, որ ճշմարտությունը երբեք չմոռացվի, բաժանորդագրվեք մեր ալիքին, մենք կշարունակենք բացահայտել այն պատմությունները, որոնք փորձում են թաքցնել, քանի որ միայն հիշելով անցյալի սխալները, մենք կարող ենք կանխել դրանց կրկնությունը ապագայում։